Այս մասին շատ ենք խոսում, շատ ենք լսում։ Այսօրվա պատգամը իրապես շատ կառուցող է գիտակից քրիստոնյայի համար, ժողովուրդ։ Կխնդրեմ ուշադիր եղնիք։ Այս համ մեզի ամրացնող է, համ խրատող է, համ ճանապարհ ցույց տվող պատգամ է։ Այս այնքան սիրուն է, այնքան կարևոր է։ Հատվածը, որը պիտի ընթերցենք, Կրկին Հովանու ավետարանից 15-րդ գլուխ 1-ից մինչև 8 համարներն է։ Եկեք ոտքի կանգնած ընթերցենք Աստծո խոսքը, աղոթենք եւ շարունակենք։ Ես եմ ճշմարիտ որդը, եւ իմ հայրը մշակն է։ Ամեն ճյուղ, որ ինձանում է եւ պտուղ չի բերում, նա կտրում է նրան եւ ամեն պտուղ բերողին մաքրում է։ Բնագրերում էտել բառն է, որ էլ ավելի պտղաբեր լինի։ Դուք արդեն մաքուր եք այն խոսքի համար, որ ձեզ հետ խոսեցի։ Կացեք ինձանում եւ ես ձեզանում։ Ինչպես որ ճյուղն իր անձիցը կարող չէ, այդպես ոչ էլ դուք, եթե ինձանում չմնաք։ Ես որդն եմ, դուք ճյուղերը։ Նա, որ ինձանում մնում է, եւ ես նրանում, նա շատ պտուղ է բերում, որովհետև առանց ինձ չեք կարող ոչինչ անել։ Եթե մեկն ինձանում չի մնում, նա դուրս կգցվի ինչպես ճյուղը, որ կչորանա, եւ ժողոմում եւ նրանց եւ կրակի մեջ են գցում, եւ այրվում է։ Եթե կենաք ինձանում, եւ իմ խոսքերը ձեզանում, կկենան։ Ինչ որ էլ կամենաք կխնդրեք եւ կլինի ձեզ։ Եկեք կարճ աղոթենք։ Տեր, կխնդրեմ, որ խոսքդ իմաստությամբ խոսեցնես եւ ամեն մեկին ով կլսե, իմաստությամբ լսնես, որ երբ այստեղից գնա Տեր, ունենա այն կարևոր գիտակցությունը, որ ոչինչ ենք առանց քո որդու, առանց քո հայրական խնամքի, կխնդրեմ, որ օրհնես ամբողջ ընթացքը եւ դու փառավորվես։ Եվ իրապես այս խոսքը շիտակ է, որ Քրիստոսի մեջ մնացողը վերջնական պտուղը տալու է եւ դու ես փառավորվելու։ Եվ հիմնական նպատակը քո փառքն է։ Շնորհակալ ենք Տեր քո մեծ ու ողորմած հայրական սիրո համար, որ տվեցիր քո խոսքը։ Խնդրում ենք, որ օրհնես, ավելի զորացնես, իմաստություն տաս եւ քո ճշմարտությունները հասանելի դարձնես ոչ միայն մեր մտքերին, նաեւ մեր սրտին եւ մեր գործելավոճի, մեր առօրյա կյանքի մեջ։ Հիսուսի անունով ամեն։ Նստեք սիրելիներս։ Եվ երբ որ հատվածի վերջում կարդում ենք, այսպես է ասում. Ամեն ինչ որ կամենաք կխնդրեք եւ կլինի ձեզ, սրանով փառավորվեցավ իմ հայրը, որ շատ պտուղ բերեք եւ իմ աշակերտները լինեք։ Հիմա նայեք, սրանով փառավորվեցավ իմ հայրը, որ շատ պտուղ տաք եւ հետևանքը իմ աշակերտները լինեք։ Այսինքն իմ աշակերտներ լինելու հետևանքը, որ այս սրանով փառավորվի իմ հայրը։ Հիմա խոսքի շրջանակներում պիտի հասկանանք որն է քրիստոնյայի պտղաբերության կամ պտղաբեր կյանքի աղբյուրը եւ պատգամը, որի մասին խոսելու ենք,
որդատունգի եւ նրա ճյուղերի մասին է։ Քրիստոսի եւ իր հետևորդների մասին։ Պտղաբեր քրիստոնյայի կյանքի աղբյուրը Քրիստոսն է, որը այս խոսքի շրջանակներում մանրակրկիտ տեսնելու ենք եւ նաեւ հասկանալու ենք, թե ինչ է մեզ պահանջվում այդ պտղաբեր կյանքը ունենալու համար։ Հովհաննես 15:8-ը Հիսուսի ամենակարևոր առակներից մեկն է, որտեղ ինքն իրեն համեմատում է որդատունգի հետ, իսկ հավատացյալին ճյուղերի հետ։ Բայց մենք գիտենք, չէ՞ որ ոչ բոլոր ճյուղերի վրա կարա բերք եղնի։ Այսօր շատ բան կտեսնենք։ Հիմնական պատկերը Հիսուսը պատկերում է հոգևոր կյանքը որդի այգու օրինակով։ Որդատունգը Հիսուսն է։ Գիտեք չէ՞ որդատունգը որն է։ Այն հիմնական մայր, այն արմատը, որ հողից կսնվի ու որդատունգը Հիսուսն է, որը կենսական աղբյուրն է ամեն հավատացյալի։ Կենսական աղբյուրը, որից սնուցվում են ճյուղերը, որտեղից հավատացյալները ստանում են թե իրենց սնունդը, թե իրենց ուժը։ Այսինքն առանց այդ կենսական աղբյուրի ուղղակիորեն չի կարող լինել սնունդ եւ ուժ։ Սա անհնար է։ Այգեգործը, որ խնամում է այգին, մշակում է, էտում է, որդատունգը Հայր Աստված է։ Հայրն է։ Հիմնական ուղերձները անբաժանելի կապ է։ Ինչպես ճյուղը չի կարող սեփական գոյությունը ունենա առանց որդատունգի, այնպես էլ հավատացյալը չի կարող հոգևոր կյանք, հոգևոր սնուցում ունենալ առանց Քրիստոսի։ Առանց Քրիստոսի հոգևոր տեսանկյունից ոչ միայն չենք կարող ունենալ, այլ նաև չենք կարող անել։ Պտուղ բերելը անել է, արտացոլել է, ցույց տալ է եւ առանց Քրիստոսի բացի այն որ չենք կարող ունենալ, նաև չենք կարող անել։ Այսինքն սա ցույց է տալիս եւ շեշտում է մեր ամբողջական կատարյալ կախվածությունը Հիսուս Քրիստոսից։ Ինչ լավ է, չէ՞, մենք ինչ ուզենք այդպես հավատանք, ինչ ուզենք այդպես եկեղեցում կնստենք, ինչ ուզենք այդպես նա մեր հավատալիքներն ու առօրյան կկազմակերպենք։ Դու ճյուղ ես, քո ամեն ինչդ պետք է սնուցվի Քրիստոսից։ Քո ամեն ինչդ պետք է եղնի Քրիստոսի մեջ։ Մի փորձը աշխարհիկ սկզբունքներդ բերես, որտեղ էտվելու ժամանակ դոնք էտվելու են, թափվելու են։ Դրանք շեխ են, Աստծուն պետք չեն։ Տերը քեզի միացրել է որդատունգին, որբեսի որպես ճյուղ դու պտուղ տաս։ Եթե պտուղ չես տասա, ցույց կտար դու ընդհանրապես որդատունգի հետ կապ չունիս։ Եվ ասում է, որ հայրը մաքրում է, վետում է, մաքրում, արմատախիլ անում են ճյուղերը, որոնք չորացած են, լիարժեք կտրում, հնոցն է գցում եւ էտում է։ Էտում է ում պտղատու ճյուղերը, որովհետեւ էլ ավելի պտուղ տան։ Նորոգում է, մեր կյանքից հեռացնում է ամեն աղտ ու ժեղ։ Հայրը ինքն է աշխատանք տանում ճյուղերի հետ։ Կտրում, էտում է, պտղաբեր է դարձնում ավելի եւ կտրում է եւ հեռացնում է։
Սա ցույց է տալիս մեր Տիրոջ, մեր Հայր Աստծո կրտական ու մաքրիչ գործի մասին, որ նա միշտ տանում է ճյուղերի հետ, իր զավակների հետ։ Եվ կրտական, եւ մաքրելու, հասունացնելու գործընթացում։ Այս պատմության մեջ մնալու կարևորությունը կա։ Մնացեք իմ մեջ, Հիսուսն ասում է։ Սա հրաման է։ Կրկնվում է նույն համատեքստում մի քանի անգամ, մնացեք իմ մեջ։ Իր մեջ մնալուց է կախված ճյուղի պտղատու լինելը։ Հրամանը նշանակում է հաստատուն հավատքի դրսևորում, աղոթք, հնազանդություն ու Քրիստոսի խոսքերով ապրել։ Ուշադիր եղեք պատգամին, սիրելիներս։ Ամեն բանին ուշադիր եղեք։ Որն է պտղաբերության նպատակը ի վերջո։ Լավ, մնայուն մնացինք, ամեն ինչ էցինք, վերջնական նպատակը։ Մենք գիտենք պտուղները, չէ՞, Սուրբ Հոգու։ Սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն եւ այլն եւ այլն։ Երբ որ մենք պտուղ ենք տալիս եւ այս ամեն ինչը արտացոլվում է մեր կյանքում, փառավորվում է Աստված։ Վերջնական նպատակը Հայր Աստծո փառքն է։ Եվ որի արդյունքում դու մեջն ես Քրիստոսի, սնվում ես Քրիստոսից, կատարում ես Տիրոջ կամքը, խոսքի մեջ ես, վերջնական արդյունքը, պտուղը որն է։ Հայր Աստծո փառքը, իսկ եթե Հայր Աստված է փառավորում, ասում է, ձեր աղոթքներն էլ են ապահովագրված։ Ինչ որ խնդրեք, կտրվի ձեզ։ Որովհետև գիտես ինչի, նմանատիպ մարդը կխնդրեն նույնպես Աստծո կամքի համաձայն։ Այս հատվածը կոչ է անում խորը կենտանի հարաբերություններ ունենալ Հիսուսի հետ, եւ սա ձեր հասունության համար անխուսափելի պայման է։ Եթե մեկը կմտածի, որ ինքը կարա խուսափես հրամանից, այս պատվերից, իմ մեջ մնացեք, ու ինքը հասունանա հոգևորապես, ինքը շատ խաբված է, ինքը ստի մեջ է, ինքը կդրվելու եւ գցվելու է։ Եթե կմնաս Հիսուսի մեջ, կպած ես որդատունգին ամուր, կանաչ ես, բերք տվող ես։ Ինչքան Տերը կետ է, այդքան պտղաբերք կդարձնե քեզի։ Իսկ եթե ինչքան էդի ժամանակը կդրվիս ու կգցվիս կողի, ցույց կտա, որ դու ընդհանրապես թեևս եկեղեցում նստած ես, քեզի լավ կզգաս, մի քիչ երաժշտությունը գեղեցիկ է, այսպես բան, մոդը տաշի տուշի վիճակ է, վերջում կգցվիս կրակը, հնոցը։ Որովհետև տեսքով կբաց է իր որդատունգին, բայց էությամբ դամբուլ է իր։ Մոտավորապես հասկացաք, կապ չունեիր դու որդատունգի հետ։ Անպտղաբեր էիր, ընդհանրապես դու ոչինչ էիր։ Դու հնոցի ենթակա մի փոքր մանրամասն կրկին դիտարկենք, հիանալի թեմա է, չէ՞։ Փառք Քրիստոսին։ Ես եմ ճշմարիտ որդատունգը, Հայրը մշակն է։ Այստեղ կրկին Հիսուսը օգտագործում է արդեն Հովանու ավետարանի մեջ 7-րդ անգամ ես եմ արտահայտությունը։ Ինչ է նշանակում ես եմ։ Բնագրերում հայա, ես եմ Յահվեն, ես եմ Աստված, կրկին բերում է այս խոսքի շրջանակում իր աստվածային հեղինակությունը։ Հետո ասում է ճշմարիտ ասում եմ ձեզ, ընդգծելով, որ ի տարբերություն 5 դագարանյան պատկերի, որ Իսրայելը հաճախ համեմատվում էր,
որդատունգի հետ, Եսայա 5-րդ գլխում, Հիսուսը ճշմարիտ որդատունգն է, ինքն է աղբյուրը, թե Իսրայելի կյանքի համար։ Եվ հիմա արդեն սա ասում է իր աշակերտներին եւ մինչեւ օրս քրիստոնյաներին։ Հայրը որպես մշակ է ներկայանում, որպես նա, ով խնամում է, պահպանում է, կառավարում է ողջ գործընթացը, իր ձեռքում է, ինքը կնա է, ում պիտի էդ է, ում պիտի կտրե կողի թավլը։ Յուրաքանչյուր որդաճյուղ, որ ինձ վրա է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն։ Աստված երկու տեսակի աշխատանք է տանում եկեղեցու հետ։ Կտրում է, անպտղաբեր ճյուղերին հեռացնում է, ինչպես են հեռացնում դա, որ ինքը այլևս սպիտանի չէ, ինքը որևիցե արդյունք չի տալու, այնտեղ է նետվում եւ աղբի պես այրվելու է։ Սա վերաբերվում է կեղծ հավատացյալներին։ Հավատացյալներ, ովքեր նկարը կա, բայց խշշոց է։ Ձենը չկա, կյանքը չկա։ Հավատացյալներ, ովքեր նստած են եկեղեցու, ովքեր կպած են Քրիստոսի մարմնին, որդատնգի վրա երևում են որպես ճյուղ, բայց պտուղ հոգևոր կյանք, հոգևոր զրույց, հոգևոր մտածելակերպ, հոգևոր փառաբանություն, աղոթք, սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնմտություն, համբերություն, ոչինչ չկա, այն ինչը պահանջում է հոգևորի կյանքից Աստված։ Եվ էտում է այն պտղաբեր ճյուղերը, սա մակրման գործընթացն է։ Էտելը կտրել տենն էտել չէ։ Էտում են այն ճյուղերը, որոնք պտուղ տալու ունակություն ունին։ Գալիս է ամբողջ ճյուղը, դուք չգիտեմ, էտել եք ընդհանրապես ծարտ է չէ։ Այնտեղ աչքեր կա։ Դրանք դառնալու են պտուղներ։ Եվ ավել աչքերը, ինչ նոր ավելցուկ է, դրանք կտրում է այգեպանը, որպեսզի տակը մնա մի 3-4 աչքեր, որոնք, այսինքն ամբողջ ուժը որդատունգից կստանան ու կդառնան ավելի փառտամ պտուղ։ Եթե այսինքն մեծ ուղի վրա մի 1000 աչք կա, դրա կարիքը չկա, որտեղ լավ հասուն չի եղնելու։ Ուժը տալու ես, նվազ են լինելու բոլորը։ Իսկ այն ավելորդը, այսինքն քու կյանքի վատ սովորությունները, քու կյանքիդ մեղքերը, քու կյանքիդ սխալ խոսելավոճը, քու եկեղեցու մեղնելու տրտե պատճառները, ամեն ինչ նոր ավելորդ է ու ճիշտ չէ։ Որդատունգին սազական չէ, այսպես ծերից կկտրե կթողնի այն ինչ որ պետք է, որ ամբողջ ուժը որդատունգից տա այդ 4 աչքին ու լավ թափով ասպես բաներ տա, խաղողներ։ Հասկացաք, չէ՞։ Ես էտել եմ, գիտեմ։ Սա խորհրդանշում է, որ Աստծո կրտական գործը փորձությունների տարբեր բաների միջոցով մեզ մաքրում է։ Դուք արդեն մաքրվել եք այն խոսքի միջոցով, որ ձեզ ասեցի։ Եվ նաև ուղղություն է տալիս աշակերտներին, ասում է, որ դուք արդեն մաքրվել եք այն խոսքի միջոցով, թե հետևաբար մենք նույնպես մեր մաքրությունը, մեր մաքրված լինելը որպես մենք ինչով ենք սնվում Հիսուսից, որդատունգից, իր խոսքից։ Այսինքն ասում է դուք արդեն մաքրվել եք, այդ հետելու գործընթացի մեջ եք, աշակերտներ ջան, առաքյալներ ջան։ Աշակերտները արդեն մաքուր են Հիսուսի խոսքի լոգոս բառն է գրգին լոգոսի միջոցով։ Սա վերաբերվում է իր ուսմունքին։ Ինքը մաքրել է, պատրաստել է։ Դուք մաքուր եք, դուք պատրաստ եք, բայց անընդհատ էտվելու եք։ Տերը ձեզ հետ աշխատանք է տանելու։ Եվ սա ցույց է տալիս, որ Աստծո խոսքը մաքրիչ եւ սրբիչ ուժ ունի։ 4-րդ համարը՝ մնացեք իմ մեջ, ես էլ ձեզ մեջ։ Մնալ բառը
Հովանեսի ավետարանում շատ տեղեր է կիրառվում, գործածում եւ սա շատ կարեւոր է։ Սա նշանակում է, ինչ է նշանակում մնալ։ Ինչ է նշանակում մնալ երեխեք։ Մեկը այսօր իմ մասին վատ բան ասավ, ես էլ եկեղեցում չեմ, ես էլ Աստծոց չեմ ուզել լսեն։ Մեկին էս բանը հասավ, ինձ չհասավ։ Մեկը պես երավ, մեկը պես չերավ։ Բանը հովիվը մեկը դուրում հասալով կքարոզեր։ Բանը в общем, էլի, ասենք, գիտեք ինչքան բաներ մարդկանց մեջ կա մեր։ Ու ինչ կսե։ Այդ որ կսե մնալ, կբաց հաստատում։ Կապ չունի վաճոն ինչ կենե։ Դու եղի քու տեսակիտ մեջ, դու եղի ճիշտ որ ճուղ Քրիստոսին կբաց, հաստատուն մնա, չտադանվող կերպով մնա։ Երկրորդը շարունակական հարաբերություն ունեցի Քրիստոսի հետ։ Քու հարաբերությունը թող եղնի շարունակական Քրիստոսի հետ։ Կապ չունի, այդ մեծ ճյուղի վրա կարա եղնի տարբեր տեսակի չորցած ճյուղեր։ Երբ որ Տերը կուկա է նոր պետք է մտնի այգին հետելու, քեզի կետե կծևավորե, եթե դու ամուր կբացես Քրիստոսին։ Իսկ իրան քոկից կկտրե ու կշպրտե հնոցը, հավիտենական կրակի, տանջանքի, դժոխքի մեջ։ Դու հաստատուն կբաց մնա Քրիստոսի հետ։ Շարունակական հարաբերություն ունեցի։ Փոխադարձ բնակություն ունեցի Քրիստոսի մեջ։ Եթե դու մնաք իմ մեջ եւ ես մնամ ձեր մեջ։ Ինչպես մենք Քրիստոսի մեջ ենք մնում, այնպես էլ նա է մեր մեջ մնում։ Եվ եթե մենք բնավ չենք մնում Քրիստոսի մեջ, սա ցույց է տալիս, որ Քրիստոս էլ բնավ մեր մեջ չէ, այսինքն կամ վերստին ծնված ես կամ չես։ Օրգանական փոխկապակցվածություն կա։ Մարդը կարա օրգանիզմը աշխատի առանց ուղեղի, առանց չէ։ Մյուս կողմից պետք է հաց ուտես, որ աշխատի, չէ, ուժ ունենաս, սերներդ աշխատի, գործենես, ինչևից է։ Օրինակ, որդաճյուղը չի կարող գոյատևել առանց որդատնգի։ Սա հիմնարար հոգևոր օրենք է, ժողովուրդ, մի խաբվեք, որ մենք կրնականք եկեղեցի, բայց ինչ ուզենք այդպես ապրենք։ Մի խաբվեք։ Չի կարող այսպես լինի, որ մենք կանք եկեղեցի Աստծո խոսքը լսենք, բայց մեր ուզածով ապրենք, մեր խոսքով ապրենք։ Սա չի կարա լինի Աստվածաշնչա, սա չի կարա ապացույց լինի այն բանի, որ դու Աստծուն սիրում ես ու Աստծո խոսքով ես ապրում։ Ես եմ որդատունգը, դուք ճյուղերն եք։ Սա հստակ նույնականացում է։ Հիսուս կենսական աղբյուրն է, եթե դու ես կենսական աղբյուրից չես օգտվի, դու օգտվելու ես դրսից, մի քիչ գուգուշի մտքերից, մի քիչ վարտուշի, մի քիչ աշխարհն ինչ որ քեզի թելադրեց պես սանդալ բերելու ես եկեղեցի։ Բայց եթե դու եկեղեցու մեջ ես, դու արդեն որդատունգին կպած ես ու եթե անպտուղ ես, ժողովուրդ ջան, դու հասկնաք ինչ կնշանակի կտրելու է ու գցելու է հնոցը։ Եթե մեկն ինձ հետ չի միավորվում, սա զգուշացում է, ով չի մնում Քրիստոսի մեջ, նետվում է դուրս, առանց որդատնգի է մնում, չորանում է, հոգևոր աճ չի ունենում, հավաքվում է, եւ վերջական արդյունքը դժոխք, հավիտենական տանջանք։ Մեզի մեկ կսեն ինչի բանը ախպեր դժոխքից շատ կխոսակ, կվախենան մարդիկ, վախից կուկան։ Ու թող չվախենան, թող սարսափին։ Դավիթը կսե կենտանի Աստծուց ահավոր բան չկա, Աստծո խոսքը մեզի հստակ ցույց կտա վրա։ Վայ այն մեղավորին, որ կընկնի կենտանի Աստծո ձեռքերի մեջ։ Ինչի մասին է խոսքը։ Սա ոչ թե սպառնալիք է, այլ զգուշացում է ու հստակ զգուշացում է։ Բնական հետևանք է։ Շատ բնական հետևանք է։ Ու այս հետևանքը քաշելու է ցանկացած մեկը, ով որ կպած չէ Քրիստոսին։ Իր ապրելակերպով, իր մտածելակերպով, իր հոգևոր որևիցե արժեքներով։ Այստեղ կա երկու հիմնական պայմաններ։ Եթե ինձ հետ միավորված մնաք, իմ խոսքն է ձեր մեջ կմնա։ Խոսքն է նոր տեսակ, որ մաքրության ուժ ունի, մաքրելու, սրբելու ուժ ունի։
ու այդ պտղաբերդ հարցնելու ուժ ունի։ Երկու հիմնական պայմանն է Քրիստոսի մեջ մնալ, որպեսզի պիտանի պտղաբերդ ճյուղ եղնիս։ Ու եթե եղնիս Հիսուսի մեջ, իր խոսքն էլ քու մեջ կեղնի։ Սիգե իր խոստումն է։ Այս երկուսը լրացվում են մեկը մյուսին։ Որի հետևանքն ինչ է։ Դու իմ խոսքի մեջ եք, դուք իմ մեջ եք, իմ խոսքը ձեր մեջ է, արդյունքը ո՞րն է։ Դուք դառնում եք մեկը, ում խոսքը աղոթքը լսելի կդառնա Աստծուն, որովհետև ինքնավերաբար Քրիստոսի մեջ եղնելով, որդատունգի մի մաս եղնելով, դու կկատարես այն ֆունկցիան, ինչ որ որդատունգը քեզի կսնուցե, հետևաբար քու կյանքիդ գերագույն նպատակը կեղնի Տիրոջ փառքը, իսկ Տերը, ով որ իրան ենտակա է, լսում է, հնազանդ է, իր աղոթքը կատարում է, որովհետև ինքն էլ իր հերթին աղոթում է Տիրոջ կամքի համաձայն։ Սա չի նշանակում, որ Աստված մեր բոլոր ցանկությունները պետք է կատարի։ Սա նշանակում է, որ մեր ցանկությունները կհամաձայնեցվեն Աստծո կամքի հետ։ Եվ վերջում ասում է. իմ հայրն ամեն դեպքում կփառավորվի, երբ դուք շատ պտուղ տաք։ Աշակերտության ու պտղաբերության վերջնական արդյունքը Հայր Աստծո փառքն է։ Շատ պտուղ տալը, իմ աշակերտները լինելը փոխկապակցված են իրար հետ, ժողովուրդ ջան։ Իսկական աշակերտությունը, որովհետև ապացուցվում է, երևալի է դառնում պտղաբերության միջոցով, որը իր հերթին բացահայտում է Աստծո փառքը, որովհետև ինչքան նման են Քրիստոսին, ինչքան Տիրոջ կամքը կատարում ենք, այդքան մեր մեջ երևում է Քրիստոս, իսկ Քրիստոսն ինքն է Աստծո փառքի լույսը, ու մեր կյանքում արդյունքում երևում է Աստծո փառքը։ Ողջ հատվածի հիմնական ուղերձը կենտանի, օրգանական, անբաժանելի, անխախտելի հարաբերության մասին է Հիսուս Քրիստոսի հետ։ Որպես զավակներ մենք պետք է ունենանք այդ կապը, որպեսզի մեր կյանքը լինի պտղաբեր ու իմաստալից։ Հիմնական դասերը, ինչ հիմնական դասեր ենք վերցնում այս հատվածից, սիրելիներս, ինչ ուղերձ կա, մենք պիտի մնանք Հիսուս Քրիստոսի մեջ, այս կապը պետք է եղնի մնայուն ու հաստատուն, սա անհրաժեշտություն է պտուղ տալու համար։ Առանց Քրիստոսի հետ ում վրա եք հույս դրել, որ պիտի հոգևոր պտուղ տաք, ձեր ուժերի։ Այսօր առակացի մեջ էլ այդ մասին խոսած Արարատ եղբայրը։ Մարդունն են բոլոր մտադրությունները, բայց վերջի պատասխան տվողն Աստված է։ Անհրաժեշտություն կա, որ դուք մնաք անխախտելի, հաստատուն Քրիստոսին կպած, ինչպես որդաճյուղը չի կարող ապրել ու պտուղ տալ որդատունգից առաջ, կարած որդաճյուղը հանես, ինքն իրացպես պայես արևի տակ պտուղ տա առանց որդաճյուղի։ Այնպես է դուք առանց Քրիստոսի չեք կարա ունենաք ճշմարիտ հոգևոր կյանք ու պտղաբեր քրիստոնեական կյանք։ Ու կարևոր դասերը հետևյալն է. աշակերտի կյանքում Քրիստոսը ոչ թե տարբեր ծրագրերից մեկն է, աշակերտի կյանքում Քրիստոսը տարբեր ծրագրերից մեկը չէ։ Մարդիկ կան, որ ծրագրեն, չէ՞, տանք եկեղեցի, էսենենք, հասնենք էս աշճանի, մի քիչ փող աշխատենք, էսենենք, արդյունքում հետո կունենան տղյակներ, ճպեր, լիքը բարեգործություններ, բայց արդյունքում չորացած ճյուղ են, Աստված կամեցս կդրու ու գցե դժոխք։ Այն ամենակարևորը պետք է ունենանք, որ Հիսուսն է մեր կյանքի աղբյուրը։ Մենք պետք է հասկանանք, ինքը պետք է եղնի մեր ամբողջական կյանքի ու գոյության հիմքը։ Պտղաբերությունը, որը մենք այդ ժամանակ կունենանք, բնական արդյունքն է եղնելու, որ մենք կպած ենք Քրիստոսին, իր պայմաններին։ Սա արդյունք է Քրիստոսի հետ մնալուց։
Երբ մենք ճշմարտապես առանց երկրորդ, երրորդական մտքի սրան նրան նայելու կպած ենք Հիսուս Քրիստոսին, մենք կունենանք այդ հոգևոր սերը, ուրախությունը, խաղաղությունը, համբերատարությունը, ու այդ ամեն ինչը կհայտնվի մեր կյանքում։ Մեր Տեր Աստված կփառավորվի այդ ամեն ինչի մեջ, ու սա բնական արդյունք է։ Աստվածաշունչը նշում է, որ հայրը էտում է պտղաբեր ճյուղերը, ձևավորում է, ձեր կյանքում փորձություններ կրնայեղնին, տարբեր իրավիճակներ եկեն, դուք սա գիտեցեք, որ էտելու համար է, ձևավորելու համար է, պիտանի անոց սարքելու համար է։ Սա նշանակում է, որ Աստված իրապես մեր կյանքից քեռացել է այն ամեն ինչը, ինչը մեզի կխանգարե հոգևոր աճին։ Մեր մեղքերը, ցավոտ փորձությունները կամ ցանկացած անարգի բան։ Սա նաև ցույց է տալիս համատեքստում, որ մենք մենակ ոչինչ չենք կարող անենք։ Ինքնավստահ իր վրա ուժ դրած քրիստոնյան չորացած ճյուղ է եւ ոչինչ է առանց Քրիստոսի։ Սա ճշմարիտ խոնարհության տաս է, որ խոնարհ եղեք, կպած մնացեք Քրիստոսին, մի որոշեք թե դուք ինչ պետք է անեք, այլ նայեք Քրիստոսին ինչ կսե դուք ինչ պետք է անեք, խոնարհ եղեք, ընդունեք իր պայմանները, սնվեք իր խորհուրդներից։ Մեր ուժերը, տաղանդները, ճիկերը իմաստ ունեն, մեր քարոզները, մեր մեկից այ ուծի պես սիրել, միրել, այսօք սաղ իմաստ ունին, երբ որ մենք դիք կենենք Քրիստոսով։ Եթե ես լավ ձեն ունիմ ստեղ կերկեմ, բայց Քրիստոս չկա այդ ամեն ինչ մեջ, պարաբանություն չկա, դիք զերո է։ Եթե այստեղ կքարոզեմ, բայց Քրիստոս չկա այդ ամեն ինչ մեջ, դիք զերո է։ Եթե այստեղ քարոզ կլսեմ, բայց Քրիստոս չկա այդ ամեն ինչ մեջ, դիք կամ պետք է հետվի, կամ եթե մինչև վերջ այդ վիճակն է, պետք է կդրվի ու գցվի դժոխք, չի կարա դիք մնա։ Ու Հիսուսի հետ միավորման որդատունգին ամուր կբնելու արդյունքում կբացահայտվի աղոթքի ուժը։ Երբ մենք ճշմարտապես Քրիստոսի մեջ միավորված ենք, մեր ցանկությունները համապատասխանում են նրա կամքին ու մեր աղոթքները լսվում են։ Ու այս ամեն ինչը Հայր Աստծո փառքի համար։ Որովհետև այս ամեն ինչի միջոցով, այս պտղաբերության միջոցով մենք Աստծո սերը, զորությունն ենք ցուցադրում աշխարհին։ Եվ վերջում մի բան եմ ուզում կարդամ Գաղատացիներից, որովհետեւ սրանից հետո ավելի զգոն եւ ուշադիր լինենք մեր կյանքերին եւ ամեն բանին։ Բայց եթե հոգուց եք առաջնորդվում, Գաղատացիների 5:18-ից կարդում ենք 19-ից։ Բայց եթե հոգուց եք առաջնորդվում, օրենքի տակ չեք։ Եվ հայտնի են մարմնի գործերը, որ են շնություն, պոռնոգություն, պղծություն, գիժություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, երկպարակտություններ, բաժանմունքներ, չար նայվածքներ, սպանություններ, արբեցողություններ, անառակություններ եւ ինչ որ սրանց նման են, որ առաջուց ասում եմ ձեզ ինչպես էլ առաջուց ասում էի, այսպիսի բաներ գործողները Աստծո arkայություն չեն ժառանգելու։ Բայց հոգու պտուղն է ուրախություն, խաղաղություն, երկայնմտություն, խաղաղություն, բարություն, հավատ, քեզություն, ժուժկալություն, այսպիսիների դեմ օրենք չկա։ Բայց նրանք, որ Քրիստոսինն են, իրենց մարմինը հանեցին կիրքերով եւ ցանկություններով միասին խաչը, եթե հոգով ենք ապրում, հոգով վարվինք, սնապարտ չլինենք իրար գրգռելով եւ իրար վրա նախանձելով։ Թող Տերը օրհնե, ամրացնե ու ցեզ իրական որդատունգից սնվող որդաճյուղեր պատրաստե։ Հավատացեք, որ Աստված այս ժամանակին ցեզի հետելու է, դարձնելու է այն ինչ որ պետք է։ Ցույց տալու է դուք ինչի համար եք կանչված, ինչ պտուղներ պիտի տաք։ Կարևորը կբաց մնացեք ու սնվեք որդատունգից։ Թող Տերը օրհնե ցեզի։ Եկեք ոտքի կանգնենք ու աղոթենք։
Սքանչելի Քրիստոս, շնորհակալ ենք խոսքիդ համար, այս ուղղության համար, այս ճշմարտությունների համար։ Կխնդրեմ որ օրհնես, առաջնորդես, դու օգնես որ քեզի կարճած մնանք, մենք տգարենք, հաճախ քամիներից քշվում ենք, այս կողմ, այն կողմ, մեղքերի մեջ ենք ընկնում, բայց ադում ենք մեղքը եւ զզվում ենք այս աշխարհից, կխնդրենք որ դու օգնես ու օրհնես որ Տեր միայն քո փառքիդ համար ապրենք, խեղճ ենք մենք, անարժան ենք, տգար ենք Տեր, մեր հույսը դու ես, գիտենք որ ինչպես որտա ճյուղը չի կարող առանց որտա տնկի, այնպես էլ մենք առանց քեզի անպիտաններ կլինենք Տեր, ամրացրու մեզի Տեր, այդ է սարքե այն ճյուղը որ դու կուզես որ պտղատու լինենք, պտղաբեր լինենք եւ պիտանի, ու այս ամեն ինչով դու փառավորվիս Հայր Աստված, եւ առհասարակ մեր կյանքում քո փառքը երևա, Տեր Աստված, ու այս ամեն ինչն էլ խնդրեցի Հիսուսի միակ արժանի անունով, ու դու փառավորվես Հայր Որդի եւ Սուրբ Հոգի, ամեն։ Նստեք սիրելիներս։